Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վերջին օրերին ադրբեջանական զինուժը հայկական գյուղերի խնածախի Մովսեսի ուղությամբ կրակահերթեր է արձակում վնասելով բնակիչների տները, գույքը։ Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները այդ երկրի պաշտպանության նախարարությունը կեղծ հաղորդագրություններ են տարածում, թե հայկական զինուժն է կրակ արձակում իրենց ուղությամբ։ Լրատվամիջոցները փորձել են Հայաստանի պաշտպանության նախարարից մեկնաբանություն, տեղեկություն ստանալ։ Վերջին օրերին հաճախակի կրկնվող այդ դեպքերից Սուրեն Պապիկյանը լրագրողներին կարճ պատասխան է տվել, հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Ադրբեջանական հարաբերությունների մասին, որ կրակում են այս պահին սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Ինչպես եք պատկերացնում խաղաղությունը մասին լինում են պաշտոնական հաղորդագրություն։ Արտաքին գործերի եվրոպական ծառայությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ։ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Նրանք քննարկել են Եվրամիության աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշված է գրառման մեջ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հրաժարվելով այցի վերաբերյալ որևէ մանրամասն տեղեկություն հայտնել։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Ամսաթվի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունը կծանուցի այցին ավելի մոտ ժամանակում։ Զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը հնարավորություն տալ այդ ոլորտում գործունեություն ծավալողներին պետական ուշադրությամբ ավելի ընդլայնել իրենց գործունեությունը եւ այս ամենը հաշվի առնելով գործադիր մարմինը առաջարկում է փոփոխություններ կատարել ռազմաարդյունաբերության մասին օրենքում, որի համաձայն կառավարությունը հնարավորություն կունենա իդեմս պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերականի ներկայացուցիչներին տրամադրել զենք, զինտեխնիկա եւ այլ ռազմական նշանակության ապրանքներ, դրանց հետազոտման, ուսումնասիրության եւ հետագայում և ռազմական արտադրություն կազմակերպելու համար։ Մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տաղատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով։ Տեղական արտադրողները ընդլայնում են ռազմական տեխնոլոգիաների ոլորտը արտադրելով նոր զինատեսակներ։ Դրանք հաճախակի փորձարկման անհրաժեշտություն են ունենում։ Օրենսդրական նոր փոփոխությունը հնարավորություն կտա այդ գործընթացը եւս իրականացնել։ Ռազմաարդյունաբերական համալիրը շատ հաճախ կարիք է ունենում զենքի զինամթերքի ստացման պաշտպանության նախարարությունից, որպեսզի համապատասխան գիտափորձակոնստրուկտորական կամ վերանորոգման, արդիականացման կամ զենքի ռազմամթերքի արտադրության աշխատանքներ իրականացնելիս։ Ռազմաարդյունաբերական համալիրներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ներգրավված են ինժեներներ նաև Սփյուռքի տարբեր համայնքներից։ Նրանք եւս ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ոլորտում։ Հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում նաև իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ։ Ազգային ժողովի փոխնախագահն էլ առաջարկեց ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաներ սահմանել, հաշվի առնելով պաշտպանական բնույթի ծախսերը։ Արմավիրի Արարատի մարզերում կարկուտի վնասները կգույքագրվեն, մարզպետարաններն ու գյուղական համայնքներն աշխատում են այդ ուղղությամբ։ Կհասկանանք ինչպես կարող ենք ուրեմն փորձենք, որպեսզի աջակցենք մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասի։ Հակակարգտային կայանները կրակել են, բայց այնպես չէ, որ դրանց արդյունավետությունը 100%-ի է հասնում։ Շատ ուժեղ անձրևային հոսք է սկզբում եղել, որի արդյունքում խնդրեմ է առաջացել սարքի հետ, եւ սարքը ըստ էության չի աշխատել, 1 թե 2 գյուղում եղել է այդպիսի բան։ Տրանսպորտային միջոցների առքուվաճառքը թվային հարթակներում իրականացնելու դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան մեքենայի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում։
Սա եւս հավելյալ ծառայություն է մեր քաղաքացիների համար, եթե քաղաքացիները ցանկություն չունեն այս ծառայությունից օգտվելու, ստանդարտ ձևաչափով ֆիզիկական այցելությունը հաշվառման քննական ստորաբաժանումներ բնականաբար պահպանվում է։ Եթե անձը տեսական գործնական քննությունից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն 1 շաբաթ հետո ունի վերահանձնման հնարավորություն։ Ներքին գործերի նախարարությունը ստացել է դիմումներ եւ քաղաքացիները առաջարկել են որոշակի գումարի դիմաց վերահանձնել քննությունը, անգամ հաջորդ օրը։ Նախարարությունն առաջարկում է, եթե անձը հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ 45,000 դրամ կվճարի, եթե երրորդ օրը, ապա 30,000 դրամ։ Սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորություն։ Հայաստանի Հանրապետությունում վարորդը բացի պլաստիկ տարբերակից կարող է ունենալ նաև թվային վկայական։ Պլաստիկ քարտ չունենալը տուգանք չի տանի։ Օրենսդրական այս կանոններն ուժի մեջ կմտնեն 2025-ի սեպտեմբերի 1-ից։ Ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել ստանալ նաև թվային վարորդական վկայականը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունը այլևս բավարար կլինի երթևեկության մեջ իրավաչափ մտնելու համար։ Հայաստանում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար։ Տուգանք է սահմանված աշխատավարձի առավելագույնը 20 պատիկի չափով կամ ազատազրկում 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Եթե վարժական հավաքներից խուսափեն իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի պատճառով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով կպատժվեն 2-ից 5 տարի ազատազրկմամբ։ Ստամբուլում Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Ուկրաինայի ղեկավարների հետ Թուրքիայում ընթացող ուղիղ բանակցություններին Վլադիմիր Պուտինը չի մասնակցում։ Կրեմլի տարածած հայտարարության համաձայն բանակցություններին մասնակցում են պաշտպանության փոխնախարարը, գլխավոր հետախուզական վարչության տնօրենը, պատվիրակությունը գլխավորում է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին հայտարարել էր, որ Պուտինի բացակայությունը հստակ ազդանշան կլինի, որ նա իրականում հետաքրքրված չէ խաղաղությամբ։ Իդեպ Էրդողանը չի հանդիպի Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հետ։ Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Ամերիկայի հետ։ Իրանը կարող է պարտավորվել երբեք միջուկային զենք չարտադրել, ուրանը հարստացնել միայն քաղաքացիական օգտագործման համար, անհրաժեշտ ցածր մակարդակներով եւ ազատվել հարստացված ուրանի իր պաշարներից, միջազգային տեսուչներին էլ թույլատրել վերահսկել գործընթացը, բայց դա կարող է իրողություն դառնալ միայն բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դիմաց։ Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզում թռչնաբուծական ֆերմայում հրդեհի հետևանքով ավելի քան 166,000 հավ է վառվել, 17 աշխատակից ինքնուրույն տարհանվել է, սակայն թռչունները մնացել են ներսում։ Քիմ Քարդաշյանը Փարիզում իր ճաշի համար ընտրել է անսովոր հանդերձանք։ Նա դուրս է եկել հյուրանոցից հագած բաց ատլասե զգեստ փետուրներով զարդարված։ Համարձակ զգեստը ընդգծում էր Քիմի ընդարձակ դեկոլտեն։ Քիմը որոշել էր իր կերպարը լրացնել կապույտ բեյսբոլի գլխարկով։ Այս ուսումնական տարում առաջին անգամ կգործի այն կարգավորումը, որի համաձայն երեխան, որը 6 տարեկանից ավելի մեծ է, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանում եւ կրթություն ստանա համապատասխան դասարանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա հիշեցրել է, որ դեռևս նախորդ տարի է ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել, որ երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարիքային խմբերում, համապատասխան դասարաններում բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ։ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատգյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի դատական քննության փուլում Հայաստանի պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի վստահորդ եւ գործով մեղադրյալ ԳԱ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գործը քննող դատարանի որոշմամբ փոփոխվել եւ կիրառվել է տնային կալանք համակցված գրավով եւ բացակայելու արգելք խափանման միջոցով։ Դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքով 11 անձ է ձերբակալվել։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նրանցից մեկը Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից է։ Հիշեցնենք, Շենգավիթի թաղապետարանում ձերբակալություններ են եղել նաեւ ապրիլի 19-ին։ 18 դատապարտյալների խնդրագրերը վաղաժամ ազատ արձակվելու մերժել է Հանրապետության նախագահը, ինչու, պարզ չէ։ Արդարադատության նախարարությունը նախագահի որոշումների քաղվածքն է միայն հրապարակել, ոչ մի խոսք իրավական եւ փաստական հիմնավորումների մասին։ Պատճառաբանությունը կարևորագույն հանգամանքներից մեկն է բոլոր տեսակի օրենսդրություններում, որոնք նախատեսում են որոշման հետ կապված հիմքեր, այսինքն անձին հայտնի պիտի լինի գոնե թե այն հիմնավորումն ու պատճառը, թե ինչու իրեն որոշակի իրավունքներից եւ արտոնություններից զրկում են, եւ հաջորդ этаպը բնականաբար բողոքարկման ընթացակարգերին պիտի վերաբերվի, իսկ մենք այս գործընթացում չունենք բողոքարկման ընթացակարգ եւ հնարավորություն։ Չկար է 18 դատապարտյալից գոնե մեկը, որին քրեակատարողական հիմնարկությունը նորմալ բնութագիր է տվել եւ շատ հաճախ տալիս են, կամ պրոբացիոն ծառայությունը, որ այդ 18-ը ոնց կարող են իրենք դիմել այդ հանձնաժողովին, եթե իրենք չունեին այդ հիմքերը։ 5 տարի առաջ խորհրդարանը ներման օրենքում փոփոխություններ արեց, սահմանելով, որ օրինակ, եթե ներման խնդրագիր է ներկայացնում առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածը, ապա տուժողին կամ նրա իրավահաջորդին ծանուցում են այդ մասին կարծիքը հարցնում։ Իրավապաշտպաններն անհանգիստ են, գուցե տուժողները երբեք էլ չներեն, բայց սա պիտի չխոչընդոտի դատապարտյալի իրավունքի իրացմանը։ Երբ օրենսդրությունը արդեն չափանիշներ է նախատեսում, որոնցով որ յուրաքանչյուր հանգամանքում խոչընդոտ է նախատեսում դատապարտյալի այդ իրավունքի իրացման համար կամ վնասի հարթված լինելու տեսանկյունից, կամ տուժողի ներման արժանանալու եւ տուժողի կարծիքը լսելու տեսանկյունից, սրանք արդեն խոչընդոտող հանգամանքներ են եւ իրական ու ռեալ հնարավորություններ չեն դատապարտյալի վերասոցիալականացվելու եւ ազատություն վերադառնալու տեսանկյունից։ Ցմա դատապարտյալների պարագայում, եթե մարդիկ 20-25 տարի գտնվում են քրեակատարողական հիմնարկում, դա այլևս համարեք, որ պատիժը մարդիկ կրել են։ Համարեք, որ դա այլևս պատասխանատվությունը պետության վրա է, չի կարելի դա թողել տուժողի վրա։ 18 դատապարտյալները ներման նոր խնդրագիր նախագահին դարձյալ կկարողանան ներկայացնել միայն 1 տարի անց, եթե իհարկե նոր բացառիկ հանգամանքներ չլինեն։ Իրավապաշտպանները նկատում են, հիմա այս մարդիկ չգիտեն որտեղ են սխալվել, ինչը փորձ են ուղղել։ 1 տարի սպասեն, դիմեն, էլի նույն պատասխանը ստանան, ու այսպես մինչև երբ։ Հյուսիսային պողոտան է, օտարերկրացիներն են։ Զբոսաշրջիկներն են երգում, պարում ու մի լավ զվարճանում։ Լավ է անշուշտ, որ զվարճանում են, բայց որքան է օրինական։ Ու այսպես գրեթե ամեն օր մի քանի 100 մետրը մեկ ինչ տեսակ երգ ու պար, երաժշտություն ասես, որ չես լսի մայրաքաղաքի սրտում, հայկականից մինչև եվրոպական գրեթե բոլորն էլ յուրովի աղավաղված։ Առասարակ ցածրորակ բանը միշտ ավելի բարձր է հնչում։ Անպայման վատ երաժշտությունն են բարձր լսում։ Հաստատ որևէ մեքենայի մեջից դասական երաժշտություն բարձր չեք լսել, չէ՞։ Դասական լսողը երբեք չի բարձրացնում ձայնը։ Իմաստով խոսացողը երբեք բարձր ձայնով չի խոսում։ Երկու քայլ չես արել դհոլի տակտերեն ակորդեոնի մեղեդին խիստ աղավաղված։ Այս ցածրորակ երաժշտությունը ըստ օպերային երգչի ազդում է հատկապես զբոսաշրջիկների վրա։ Սխալ պատկերացում են ունենում հայկականի մասին, եւ այս տակտ մեղեդիները մեղմ ասած օպերայի կատարողի ականջը չեն շոյում։ Լավ կլինի, որ մեր Հայաստանում, եթե ինչ-որ մի բան կատարում են, կատարեն ճիշտ է, առավել եւս եթե հայկական մեր երաժշտությունն է, կատարեն այն ճիշտը, ինչը որ գրված է։ Ուղղակի չի կարելի էլի վերցնել եւ ամեն մարդ ով ինչ ուզում է երգի, կամ ով ինչ ուզում է նվագի, իր մեկնաբանությունը ինքը որոշում է, այսպես ուրեմն պիտի մեկնաբանի։ Բարձրախոսներով հնչող աղմկոտ կատարումները ոչ միայն աղավաղում են քաղաքի մշակութային դիմագիծը, այլև անհանգստություն պատճառում տեղի բնակիչներին ու անցորդներին։ Մասնագետներն ասում են, փողոցային երաժշտությունը ընդունված պրակտիկա է, միայն թե մեզանում մշակութային նշաձողն են իջեցրել ու արժե զրկել։ Մարդիկ կա, որ ուղղակի դիլետանտ են, չեն հասկանում, այնքան որ երկու ձայն են անում, որ իրանց փոխվի։ Բայց այս դեմոնստրատիվ ձևով լավ երաժիշտը, երբ որ հասկանում են ասելիք ունի որպես երաժիշտ փողոցում նվագում է, իրենց անպայման վճարում են եւ նորմալ։
պետք է կառավարեն պատկան մարմինները եւ ամեն մեկին թույլ չտան, որպեսզի ով որտեղ ուզենա կանգնի, իր համերգը տա, Հիսուսային պողոտայով քայլում ես, ամեն երկրորդ քայլափոխին մի ուրիշ երաժշտության ձայն ես լսում, միանշանակ տհաճ է։ Աղմուկ աղաղակը մշակույթ չէ, ամեն մեկն էլ երաժիշտ չէ, ասում են մասնագետներն ու նկատում։ Երևանյան փողոցներում հնչող երգերի մեծ մասը ոչ մի կապ չունի մեր հայկական մշակույթի հետ։ Երևանի քաղաքապետարանից էլ վստահեցնում են, թե ոլորտը կարգավորվում է։ Շենք շինություններին հարակից բացօթյա հանրային վայրերում մշակութային գործունեություն կարող է իրականացվել բնակելի հասարակական նշանակության շենքերի շինություններից առնվազն 10 մետր հեռավորության վրա ժամը 10-ից 21-ը, իսկ դրանից հետո մինչև 23-ը, այդ տարածքներից առնվազն 100 մետր հեռավորության վրա, 23-ից հետո ըստ կարգավորումների խախտողները գործ կունենան ոստիկանների հետ։ Մայիսի 14-ին Հոնդան ազատավան բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին ու շրջվել։ Վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու փրկարար ծառայության Արտաշատի Ըրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները եւ պատգարակով մոտեցրել ավտոմեքենային, այդ մասին նշում են դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նաեւ հենց իրենք են փրկարարների հետ օգնության հասել վիրավորներին։ Դարձյալ մայիսի 14-ին Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են Արծվաբերդի առողջության կենտրոնի շտապօգնությունն ու Նիսանը։ 4 հոգի, այդ թվում շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Բերդ բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Բերդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ոստիկանության բարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի բարեկները։ Մայիսի 14-ին Կողբացի 2A շենքի դիմաց էլ ծառի ճյուղը պոկվել ու ընկել է 22-ամյա Նարեկ Աբրահամյանի Toyota Camry-ի վրա։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ըրշեջ փրկարարական ջոկատի ըրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Դարձյալ մայիսի 14-ին Աշոց Գյումրի ճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ Volvo բեռնատարի բեռնախցիկը պոկվել ու ընկել է։ Ներսում 4 մեքենա է եղել։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարծառայության Աշոցքի Ըրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Եվ մայրաքաղաքում նորից Chevrolet Volt են թալանել։ Նոր-Նորքի Մարի փողոցի 4-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս է նկատել, որ իր մեքենայից անհայտ անձը կամ անձին գողացել են թափարգել լուսարձակները եւ այլ դետալներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի մասին քաղաքացին ահազանգել է ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր-Նորքի բաժին, որտեղից ժամանել է ոստիկանների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են դեպքը